Հիմա ես պարզապես վերջին հատվածում կրծեմ մեր հայտարարության, քանի որ այնտեղ ձևակերպումներ կան, արդեն մեր գնահատականի հետ կապված։ Ուրեմն հաշվի առնելով վերոնշյալ է, Երկրի միությունը գնահատում է վերաքննիչ դատարանի այդ որոշումը, որպես արդարադատության ծաղրանմանակում, որով վրացական արդարադատությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այն լոկ վրացական իշխանությունների կրտող կամակատար է, նրանց քաղաքական կամքը վավերացնելու նպատակով պատրաստ հլու հնազանդ ոտնահարելու արդար դատավարության հիմնարար սկզբունքները։ Ջավախքայի քաղաքական գործչի նկատմամբ այդ պայքարակ դատավարժի վերահաստատմամբ վրացական իշխանությունները գիտակցաբար վերահաստատում են ջավախքայության հետ ոստիկանական հավասանքների լեզվով խոսելու իրենց վճռականությունը, ինչը էլ ավելի է խորացնելու Վրաստանի հարաբնակ շրջաններում վախի և օտարման մթնոլորտը։ Արդ երկրի միությունը կոչ է անում հայաստանյան և սփյուռքյան կազմակերպություններին շարունակել և ուժեղացնել ճնշումը վրացական իշխանությունների վրա Վահագն Չախալյանին ազատ արձակելու նպատակով։ Երկրի միությունը նաև կոչ է անում միջազգային կառույցների և իրավապաշտպան կազմակերպություններին գործուն միջոցներ ձեռնարկել Վրաստանի հարաբնակ շրջաններում խորացող ճգնաժամը կանխելու ուղղությամբ, վրացական իշխանություններին մղելով դադարեցնել հալածանքները, ազատ արձակել Ջավախքայի քաղաքական գործչին և կառուցողական երկխոսության ծավալելու միջոցով լուծման եզրեր գտնել այդ փոքրամասնությանը հոզող խնդիրներին։ Ժամանակն է, որ միջազգային հանրությունը պարզ և հստակ ուղեր տվի վրացական իշխանություններին առայլ, որ իր երկրի հայ բնակչության հետ ուժի, հալածանքների և իրավազրկության դիրքերից խոսելը տանում է դեպի փակուղի և միայն մարդու և ազգային փոքրամասնությունների հիմնարար իրավունքների ու ազատությունների իրական ճանաչման, պահպանման և իրացման, ինչպես նաև ժողովրդավարական ընթացակարգերի իրական ներդրման միջոցով է հնարավոր կայուն գերաշխիքներ ստեղծել երկրի զարգացման և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Ընտրեմ մենք այսքանը այս անդրադարձությունից և մեր դիրքորոշումից, եթե ինչ-որ հարցեր ունենք, որ Անհատներն այս գործակալությունը ինձ հետաքրքրում է այն հայտարարությունը, որ Երևանի ուշադիր հետևելու է այդ գործընթացին Վահագն Չախալյանի գործերը կապված կոնկրետ ինչ-որ քայլեր ձեռք կառնվելու են այն իմանալ, որ Եվրամիության միջոցով նշվում Ես մի փոքր գլոբալ ձեր հարցը կապել միջին մասվածներին, ինքը հետևյալն է, այսինքն այսօր մենք հստակորեն այդ ուրեմն նոր էջաններ, նոր կարգեր այսօր Վահագն Չախալյանի կողմի ուղղությամբ եւ ընդհանրապես հստակ է ասել, այնինչ որ անցածի տարվա ընթացքում կարող է ընդհանրապես հայտարարի տակ դրել, որ արդյոք Վահագն Չախալյանի տակը դա Ջավախքի խնդրի այսպես ասած բացահայտման կամ բացահայտման վայրը թե ոչ։ Այս վերջի դեպքերը եւ վճիրը, երկրորդ ուրեմն հաստատումը վճիրի, համաձայնում են մեկ բան, մեկ հստակ երևույթ, որ Վահագն Չախալյանին 10 տարի տալով Վրաստանի իշխանությունները Ջավախքայության են տալիս հաստատում մի քաղաքական պատկամ, որ իրանք ընդհանրապես հաշվի չեն նստելու միջազգային գաղտնիքի հետ, հաշվի չեն նստելու Հայաստանի, ուրեմն Հայաստանում գործող հանրային գաղտնիքի հետ, հաշվի չեն նստելու նաև Հայաստանի իշխանությունների վերջերս բարձրացնած մտահոգությունների հետ և գնալու են մինչև վերջ իրենց ամենագործ այս քաղաքական վերաբերմունքով, որի արդյունքում Վահագն Չախալյանը ինքը ևս պատասխանեց հետևյալ ձևով դատարան չգնալով ինքն է հաշվի չնստեց Վրաստանի իշխանությունների այսպիսի վերաբերմունքի հետ։ Բնականաբար այս ամեն ինչ այսպես է դվում է Ջավախքում, այսպես է դվում է Հայաստանում և իշխանությունների մոտ, և ժողովրդի մոտ, և հանրային կարգում։ Այսօր հստակորեն Երկրի միությունը հայտարարում է, որ Եվրոպայում և աշխարհում մեծանում է հետաքրքրությունը այս խնդիրների նկատմամբ, բնականաբար կան աշխարհաքաղաքական շահեր, որոնք արգելակում են մեր աշխատանքը, սակայն եւ այնուամենայնիվ հնարավորություն չի կա միջազգային մարմինների մոտ, մյուս պետությունների մոտ, արևելյան պետությունների մոտ արհամարելու այս խնդիրը, որտեղ հասել է այնպիսի
հայտարարած վիճակի Վրաստանի իշխանությունները հասել են այնպիսի հայտարարած վիճակի, որ հնարավոր չէ դրանից հաշվի չնստել։ Եվ հստակորեն այստեղ կարող են հայտարարել, որ Վրաստանի իշխանությունները իրենք մի բան լավ չեն հասկացել, հետևյալն է, 1.5 տարի առաջ եւ Վահագն Ջաֆարյանը հաջողեց պանդում որպես սովորական մի հանցագործ, իրենք պատկերացնում են, որ այս ամիջը այդպես է կավարտվի։ Սակայն այսօր հստակորեն ամբողջ միջազգային հասարակական կազմակերպությունների եւ պետությունների մոտ հստակորեն Վահագն Ջաֆարյանը ճանաչված է որպես քաղաքական ակտիվիստ, Ջավախքի արտար իրավունքները պահանջող քաղաքական ակտիվիստ, եւ հստակորեն այսօր Ջավախքի խնդիրը որպես այդպիսին կատեգորիա է դարձել, որը նաեւ հաշվի են նստում միջազգային կազմակերպությունները եւ միջազգային հանրային կարգավորումները։ Սա փաստ է եւ սա ընդհանրապես Վահագն Ջաֆարյանի պանդում հայտնվելու արդյունք է եւ դրա շուրջ ընթացող եւ ընթացած կատական գործընթացների արդյունք է։ Այսինքն այնինչ որ Վահագն Ջաֆարյանին եւ իրեն աջակցող քաղաքական ուժերին չհաջողվեց ազատության մեջ անել, բացատրել եւ արտարահայտության դիմաց կանգնեցնել Վրաստանի իշխանություններին, հաշվի նստելու հայ փոքրամասնության իրավունքները, դա ստացվեց պանդային պայմաններում, լրության պայմաններում բարձրացնել։ Սա փաստ է, որի դիմաց կոնկրետ ձեր պատասխան, ձեր որպես պատասխան մենք ավելի մեծ, ավելի ընդարձակ շարժում ենք սկսում Եվրոպայում, Եվրոխորհրդում, Եվրամիությունում եւ գլխավոր պետությունների մոտ Հայաստանում եւ Վրաստանում այս խնդրի ավելի ագրեսիվ, ավելի նպատակային բարձրացնելու համար, այս խնդիրը ավելի լուրջ բարձրացնելու համար։ Դրա դաշտը ենթահող է ստեղծված է, մենք ունենք մեր համապատասխան ծրագիրը պատրաստ, որը հարաճիգա ավերին կսկսենք գործել։ Հավանաբար Վրաստանի իշխանությունները չի կարծում, որ նմանեք են Ուրեմն Հայաստանի Հանրապետության նախագահը հայտարարություն ընդունեց վերջերս, որտեղ ընդամենը հստակ հաստատ է, որ այնինչ որ միջազգային ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հանձնաժողովն հայտարարել եւ այնինչ որ շուտով մենք նաեւ տեղյակ կբարենք Եվրոպոլուսն է վերջերս իր վերջի զեկույցում հաստատել, որ Ջավախահայությունը եկեղեցիների, խրճի ազատության, եկեղեցիների շենքերի, լեզվի եւ այլն այդ բոլոր խնդիրները, որոնք բարձրացանված են բազմիցս եւ դեսպանատների մոտ եւ բոլոր այս միջազգային կազմակերպությունների մոտ, Հայաստանը աջակցում է այդ գործընթացների դերը եւ գոչում է իր ուրեմն դիվանագիտական մարմինների, որպես այդ ուղղությամբ աշխատանք անեն։ Հայաստանի Հանրապետությունները մենք իրանց անունից խոսել չենք կարող, բայց կարող ենք ընդամենը անալիզ անել, որ պարոն Սերժակցյանի հայտարարությունը հենց դա է նշանակում, որ Հայաստանը որպես իշխանություն հավասար պահանջում է, որպեսզի այս իրավունքները դրվեն հայ փոքրամասնություն։ Մեզ ինչ վերաբերում է մեզ որպես հասարակական կազմակերպություն եւ որպես հասարակական դաշտ, ես կարծում եմ, որ մեր անելիքները շատ են, մենք դա ցույց ենք տալիս, ցույց ենք տվել այս 1.5-2 տարիների ընթացքում, ինչպես կարելի է հասնել այն ինչին որ այսօր հասել ենք, բնականաբար Վահագն Ջաֆարյանի համառության եւ ըստեյության առանց դրան չեն լինի, այնուամենայնիվ հասարակական դաշտը հրավիրված է, մենք մի անգամ ևս ենք հրավիրում, որպեսզի միանա այս պայքարը։ Թե ինչպես շարունակվեն հայ-վրացական պետական համագործակցությունը կամ խոսակցությունը կամ երկխոսությունը այս խնդրի շուրջ, դա արդեն